Մերոնց խաղին ինչ գնահատական կտակ։ Դե նա այստեղ adekvat գնահատական կարելի է տալ մինչև այն պահը, երբ որ եղավ կարմիր քարտը, դրանից հետո ինչ որ բաներ հորինել չենք կարա, բայց հավասար խաղեր գնում։ Ավելի շուտ խաղը 0-0 էլ կպրծներ, ոչ մեկ գոլ չէր խփի, քան թե ինչ որ խաղի սցենարից շեղվող ինչ որ իրադարձություն տեղի կունենար։ Ես տենց եմ կարծում, որովհետև տեղ այն պահներ արդեն հասունացել, որ մենք պետքա մեր կրեատիվը ցույց տայինք, Լուկասը մտել էր դաշտ, իրան ժամանակ էր պետք մի քիչ ադապտացիա անելու, տեմպի մեջ ընկնելու ու այդ խաղային գծերը կարգավորելու, բայց դրա ժամանակը չունեցա, որտեղ անմիջապես կարմիր քարտ եղավ ու միանգամից խաղի սցենարը փոխվեց։ Ստեղ մենք ավելի շահեկան դիրքում ենք լինելու կարծում եմ, բայց դրան գործը չհասավ։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում տեղ։ Համաձայն եմ Ռոբի հետ, հավասար խաղեր ու որ մի բան ասենք խոսքի Մելիքյանի մասին, մեր խաղի մասին, այդ կարմիր քարտը պետք է չլիներ, որտեվ այդ տակտիկական խաղը գնում էր հասնում էր այն պահին, երբ արդեն պետք է որոշվեր։ Մենք ենք ճիշտ, թե մեր հակառակորդն էր ճիշտ, իր տակտիկայով, իր մտքով ու հենց այդ 20-30 րոպեն մենք չստացանք, երբ որ պետք է կողմնորոշվի։ Մենք առաջինը գնացինք փոխայինման, այսինքն մենք խաղային ինչ որ էլեմենտ կարգավորելու խնդիր տեսանք ու մենք Չէ, ես օրինակ ոչ թե տենց կասեի, այլ կասեի, որ մենք պատրաստվում էինք հարձակման։ հա, դե հենց այդ եմ ասում, որ մենք այդ ոնց որ ասում եմ ուղումները մցրեցինք, կարիքտիրովկաները մցրեցինք մեր խաղի մեջ, որ մեր խաղը ավելի ճիշտ կառուցենք դեպի դարպասը, չէ, բայց մենք այդ դրա ադդաչան չտեսանք ոչ մի ձև, որովհետև եղավ կարմիր քարտը։ Հիմա